Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Ինչպես է Սամվել Կարապետյանը վարչապետի թեկնածու հռչակվում, եթե նաև այլ երկրների քաղաքացի է։ Սահմանադրությամբ չի կարող լինել։ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնում վերականգնել Հայաստանը Ադրբեջանին և Թուրքիային միացնող երկաթուղին։ Հրաշալի պրոպագանդիստի, ինչպես ասում են, վարի չեք տա։ Դաշնակցության հասցեին մեղադրանքների համար ընդդիմադիրները պահանջում են Հակոբ Մովսեսին հեռացնել հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։ Թեհրանն ու Վաշինգտոնը կշարունակեն բանակցությունները, Իրանը մեղմացնում է դիրքորոշումը։ Ֆուտբոլի հայազգի աստղ Հենրիխ Մխիթարյանը կերկարացնի պայմանագիրը Միլանի Ինտերի հետ։ Նախ մարզահամերգային համալիր տեղափոխվենք, տանը կալանավորված Սամվել Կարապետյանը կուսակցություն հիմնեց, նրա եղբորորդին էլ հայտարարեց, թե վարչապետի թեկնածուն հենց միլիարդատեր գործարարն է, բայց ինչպես է նա գլխավորելու ցուցակը, եթե օրենսդրական արգելքներ կան, երկքաղաքացիություն, Հայաստանում վերջին տարիներին բնակվելու պահանջ։ Հարցեր, որոնց պատասխաններն ըստ էության չեն տրվել։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Չնայած սահմանադրական արգելքին, ուժեղ Հայաստանը հայտարարում է վարչապետի իրենց թեկնածուն միլիարդատեր գործարար, այժմ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանն է։ Քաղաքականություն մտած Կարապետյանների թիմը ամիսներ շարունակ պահելով ինտրիգը, վարչապետի թեկնածուի անունը ի վերջո հնչեցրեց այսօր մարզահամերգային համալիրում ուժեղ Հայաստան կուսակցության շնորհանդեսին ոտնկայս ծափերի ներքո։ Պատմեմ ինչպես է դա լինելու, ժողովուրդ ջան։ Պատմեմ։ Дорогие друзья, 60-ամյա գործարարը մի քանի երկրի քաղաքացիություն ունի, մինչդեռ Հայաստանի օրենսդրությունը հստակ սահմանում է, որ եւ վարչապետի, եւ падգամավորի թեկնածուն պետք է լինի վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձը, այսինքն Կարապետյանը վարչապետ չի կարող լինել։ Միլիարդատեր գործարարի թիմը սակայն այս սահմանադրական արգելքը հաղթահարելու իր ձևն է գտել։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը մտադիր է հունիսի 7-ին հաղթել խորհրդարանական ընտրություններում եւ մեծամասնություն վերցնելով խորհրդարանի միջոցով փոխել սահմանադրության 148-րդ հոդվածը։ Այս դրույթը վերաբերում է կառավարության անդամին ներկայացվող պահանջներին, որը սահմանում է, որ կառավարության անդամը, այդ թվում վարչապետը, պետք է բավարարի падգամավորին ներկայացվող պահանջները, այսինքն եւ վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի լինի եւ վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակություն ունենա։ Ինչպես է փոփոխվում, որոշվում 148 հոդվածը։ Փոփոխվում է ազգային ժողովով, ազգային ժողովի քվեարկությամբ եւ ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։ Մնդելով, թե իրենց պլանը սահմանադրության հետ որևէ խնդիր չունի եւ 148 հոդվածի փոփոխությունը հանրաքվե չի պահանջում, ուժեղ Հայաստանի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրեց մի շարք իրավաբանների, այդ թվում Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանելյանի, Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանի, սահմանադրագետ Վարդան Պողոսյանի կարծիքները, ովքեր եւս պնդեցին, որ այդ հոդվածի փոփոխության համար հանրաքվե պետք չէ։ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, ավելին չի պահանջվում դրա փոփոխության համար հանրաքվե։ Այո, ազգային ժողովը կարող է փոփոխել վարչապետին եւ կառավարության մյուս անդամներին ներկայացվող պահանջները։ Հաշվի առնելով մասնագետների պնդումները, Կարապետյանները մտադիր են իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո փոխել սահմանադրության 148 հոդվածը։ Ընտրություններից 20 օր անց ազգային ժողովի առաջին նիստին անմիջապես հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ։ Ժողովրդի վստահությամբ եւ ազգային ժողովի մանդատով, որ թույլ տանք միայն մեկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Սակայն Նարեկ Կարապետյանն այդպես էլ չպարզաբանեց, արդյոք իր այս հայտարարությունը նշանակում է, որ հորեղբայրը առաջիկայում պատրաստվում է հրաժարվել այլ երկրների, ներառյալ Ռուսաստանի քաղաքացիությունից, եւ հետեւաբար իրենք նպատակ ունեն օրենքում փոփոխել միայն բնակության ցենզին վերաբերող դրույթը, այսինքն վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջը։ Պարզ չէ նաև մեկ այլ կարևոր հարց՝ ով է գլխավորելու ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակը։ Սամվել Կարապետյանը լինելով երկքաղաքացի նաև չի կարող լինել падգամավորի թեկնածու եւ հետեւաբար նա չի կարող լինել կուսակցության նախընտրական ցուցակում։ Այս հարցերին ուժեղ Հայաստանի խորհրդի անդամները, այդ թվում գործարարի եղբորորդի Նարեկ Կարապետյանն այսօր հրաժարվեցին պատասխանել։ Կուսակցության շնորհանդեսից հետո լրագրողներին հարցեր տալու հնարավորություն չտրվեց։ Վստահ եղեք, թաքցնելու բան չկա, բոլորը ամեն ինչ կներկայացնենք։ Կխնդրեի, Այսինքն կլինի գոնե կարող եք ասել կխնդրեի հետո մենք կմեկնաբանենք, լավ, շնորհակալ եմ։ Մինչ կպարզվի, թե ով է գլխավորելու Կարապետյանների նախընտրական ցուցակը, մարզահամերգային համալիրում հավաքված շուրջ 2000 կուսակցականներին եւ համակիրներին այսօր ուղերձով դիմեց ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն, այժմ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը։ Որ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար։ Միլիարդատեր գործարարի կալանքին առնչվող սահմանափակումներով պայմանավորված Կարապետյանի խոսքը գեներացվել էր AI-ով եւ ինչպես քաղաքական ուժից են փոխանցում, գործարարի ուղերձը իրականում կարդում էր նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանը, պարզապես այն վերափոխվել էր Կարապետյանի պատկերով եւ ձայնով։ Խաղաղություն առանց ուժեղ պետության կոչվում է հանձնվել։ Մենք ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ուժեղ եւ արժանապատիվ խաղաղություն։ Աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել խաղաղություն ավերսելով։ Սամվել Կարապետյանը նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իր ուղերձում պնդում էր, որ ժողովուրդը դժգոհ է իշխանություններից։ Հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափվել է, քանի որ Հայաստանին արհավիրքներ բերած Փաշինյանի իշխանությունը ձախողել է ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, սոցիալական ոլորտը, տնտեսությունը, ինչպես Կարապետյանը ձևակերպեց, աղքատ ենք եւ խրված պարտքերի մեջ։ Մենք մեր հայրենակիցներին առաջարկվելիք ծրագրում չենք խապելու, որ պաշտոն ստանանք ու առաջին որոշմամբ պարգևավճարներ սահմանենք։ Չի կարելի դատարկել պետական բյուջեն ու լցնել սեփական գրպանները, այլ պետք է անել ճիշտ հակառակը։ Մայրաթորը իրենց ձևով պաշտպանելու մասին հայտարարությունից հետո շուրջ 8 ամիս կալանավորված եւ վարչապետի աթոռին հավակնող միլիարդատեր գործարարը հետհաշվարկ սկսեց։ Ըստ նրա մնացել է 115 օր, որից հետո Սամվել Կարապետյանի համոզմամբ Հայաստանը կունենա նոր սկիզբ։ Ու վստահ եղեք, անպայման հաջողելու ենք մեր ձևով դեպի ուժեղ Հայաստան։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր։ Ուժեղ Հայաստան կուսակցության շնորհանդեսին գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամներից բացի առաջին շարքերում հանգրվանել են նաև նախկին պաշտոնյաներ, օրինակ Պեկ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, ում նկատմամբ փողերի լվացման հոդվածով քրեական գործ էր հարուցվել, անցած տարի նա կալանավորվեց, հետագայում պատիժը փոխարինվեց տնային կալանքով, նա անցած ամիս է ազատ արձակվել։ Նախկին Պեկ նախագահի կողքին էր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանը։ Եվ առաջին արձագանքը խորհրդարանից, ինչպես են գործող խմբակցությունները գնահատում այս սցենարը եւ հնարավոր մրցակցությունը Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել Կարապետյանի թեկնածության վերաբերյալ մեկնաբանություն փորձեցինք ստանալ քաղաքացիական պայմանագրից, սակայն իշխող խմբակցության падգամավորները հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել այս որոշումը եւ անդրադառնալ Կարապետյաններին։ Սակայն միակ падգամավորը, որ կարճ համաձայնեց արձագանքել, Նարեկ Գրիգորյանն էր։ Ձեզ համար այս որոշումը քաղաքացիական պայմանագրը ո՞նց է վերաբերում։ Շատ անլուրջ, որովհետև սահմանադրությամբ չի կարող լինել, շատ անլուրջ։ Դե եթե ի սկզբանե սկսել է ժողովրդին խաբել, էլ դրանից ինչ եք սպասում, շնորհակալ։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից արդեն կա արձագանք այս որոշման հետ կապված։ Խմբակցության падգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ըստ էության ասում է, որ այն սցենարը, որ ներկայացրել են Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժից, ընդունելի է եւ իրենք իրավունք ունեն այս սցենարով շարժվել եւ հասնել իրենց նպատակին։ Սահմանադրության հոդվածի փոփոխությունը դա սահմանադրության փոփոխություն չէ եւ այդ քննադատությունները
պետք է առաջին հերթին այսօրվա գործող իշխանությանը ուղղել, որովհետև այսօրվա գործող իշխանությունը խոսում է ոչ միայն սահմանադրական հոդվածի, սահմանադրության հոդվածի փոփոխության մասին, այլ հենց սահմանադրության փոփոխության մասին, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմը նրանից պահանջում է հանել նախագիծը, այնպես որ այդ զարմացող նախաբանը, որտեղ խոսվում է հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը շարունակելու մասին, որտեղ խոսում է Արցախի երաշխավոր լինելու մասին, այնպես որ նախ եւ առաջ այդ քննադատողները կամ այդպես զարմացողները թող այսօր քննադատեն այս իշխանությունների հայտարարություններին, որևէ ուժ իրավունք ունի իր գործունեությունը իրականացնելու համար որոշակի ալգորիթմ մշակի եւ եթե իրենք այդ ալգորիթմն են մշակում եւ շատ ազնվորեն իրենք առաջադրում են իրենց ալգորիթմը։ Այստեղ ես ոչինչ չեմ տեսնում։ Նրանք շատ ազնվորեն ասում են, որ այ մենք սա ենք ուզում, այ եթե գանք մեծամասնություն ստանանք, այս ենք անելու, ոչ թե այս եկած ԿՊ իշխանության նման, որ մինչեւ մեծամասնություն մանդատ ստանալը, մինչև քվե ստանալը հայտարարեցին, որ այ մենք գալու ենք Արցախի երաշխավոր ենք լինելու, այ մենք գալու ենք ցեղասպանություն, ինքնորոշում եւ այլն, եւ մեծամասնության ձայնը ստացան, տվեք մեզ մեծամասնություն, ձեր կյանքի որակը բարելավելու ենք, մեծամասնության ձայնը ստացան եւ լրիվ ուրիշ բան արեցին։ Այլ թեմաներ Մոսկվայից այսօր երկու ուղերձ հասավ Հայաստան։ Նախ ռուսները դժգոհեցին Միացյալ Նահանգների փոխնախագահի երևանյան հայտարարությունից, թե Հայաստանն ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորներ կստանա։ Ապա ռուսական կողմը հաղորդեց, որ պատրաստ են վերակառուցել երկաթուղին Հայաստանի ապաշրջափակման համար։ Վարչապետը հրապարակավ դիմել էր Կրեմլին։ Ռուսաստանը դրական է արձագանքել վարչապետ Փաշինյանի առաջարկին ու որոշել է առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի հետ երասխի ու ախորիկի հատվածներում երկաթուղին վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հայկական կողմի դիմումի համաձայն եւ ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից, Ռուսաստանի Դաշնությունը որոշել է առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի երկաթուղիների երկու հատվածները վերականգնելու համար։ Երասխի հատվածում երկաթուղու վերականգնումը հայկական երկաթուղիներն ադրբեջանականին կմիացնի, ախորիկի հատվածում թուրքականին։ Վերականգնման ենթակա հատվածների ընդհանուր երկարությունն ըստ Օվերչուկի 14 կիլոմետր է։ Հայաստանի երկաթուղիները Ռուսաստանն է կառավարում։ Փաշինյանն անցած տարեվերջին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել էր այս երկու հատվածներում դրանք վերականգնելու հարցը։ Հետո տեղեկացրեց ռուսական կողմին նաև գրավոր են դիմելու, եթե Մոսկվան այդ աշխատանքները պատշաճ ժամկետում չիրականացնի, Երևանը պատրաստ է պետական միջոցներով վերականգնել ենթակառուցվածքները։ Երևանը պաշտոնապես հայտարարում է, ցանկանում են, որ Հայաստանի հարավում թրիփի գործարկումից հետո երկաթուղին, որը դեռ պետք է կառուցվի Սյունիքում ու Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապի, այսպես շարունակվի, անցնելով Նախիջևանով երասխի հատվածում միանա հայկական երկաթուղիներին, որտեղ մի փոքր հատված է պետք վերականգնել եւ շարունակվի մինչեւ Ախորիկ Թուրքիայի սահման, որտեղ եւս փոքր հատված է պետք վերականգնել։ Կարճ ասած, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցությունն իրականացվի Հայաստանի տարածքով, ինչի համար պետք է ընդամենը շուրջ 15 կիլոմետր երկարությամբ ռելսեր կառուցել։ Միևնույն ժամանակ Թուրքիայում արդեն մեկնարկել է Կարսից Դիլիջու հասնող երկաթուղու շինարարությունը, որն էլ պետք է միացնի Թուրքիան ու Ադրբեջանը։ Այս դեպքում սակայն ոչ թե պետք է մի քանի, այլ 224 կիլոմետր երկարությամբ երկաթուղի կառուցել։ Վարչապետը վերջին հարցազրույցում չէր թաքցրել դժգոհությունը։ Ես ասել եմ, տեսեք, մենք գնում ենք կարգավոր, մենք գնում ենք խաղաղության, այսինքն մենք արդեն խաղաղության պայմաններում ենք եւ Հայաստանով անցնում է երկաթուղին։ Ինչու է մի քանի միլիարդ դոլար ծախսում ստեղծելու համար մի բան, որը արդեն իսկ գոյություն ունի։ Դեռ ամիսներ առաջ Թուրքիայի տարածքային կառավարման նախարարն ասել է, որ 224 կիլոմետր երկարությամբ երկաթուղու կառուցման համար կծախսեն 2.4 միլիարդ եվրո։ Օրերս վարչապետ Փաշինյանը սակայն ասաց, հարևան երկրներին անհանգստացնում է, որ Հայաստանի երկաթուղին կառավարում է ռուսական ընկերություն, հայտարարելով, թե Կարս-Դիլիջու նախագիծը միջազգային հանրությունն ավելի նպաստավոր է ներկայացնում, քանի որ հայկական երկաթուղիների այդ հատվածները ռուսական կառավարման ներքո են։ Շատ քննարկումներ միջազգային մամուլը, միջազգային փորձագիտական համայնքի վերլուծությունները տեսնելով մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է եւ
մենք պետք է հասկանանք ինչ լուծումներ ունենք այսպես։ Ըստ Նիկոլ Փաշինյանի Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը, ուստի մեջբերեմ ստիպված է լուծում գտնել։ Թե ինչպես են պատրաստվում լուծել հարցը, արդյոք պատրաստվում են խզել ռուսական կողմի հետ պայմանագիրը, վարչապետը չպարզաբանեց։ Փաշինյանը նաև տեղեկացրեց, թե հարցը քննարկել է Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Մոսկվայի համաձայնությունը երասխի ու ախորիկի հատվածներում երկաթուղու վերականգնման շուրջ բանակցություններ սկսելու համար վարչապետ Փաշինյանի այս խոսքերին ու Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջան այցին է հաջորդում, որը ոչ միայն տրանսպորտային ենթակառուցվածքներից խոսեց, այլև հայտարարեց, թե ամերիկյան փոքր մոդուլյար ռեակտորները Հայաստան կհասնեն։ Երևանն ու Վաշինգտոնը խաղաղ միջուկային համագործակցության շուրջ բանակցություններն ավարտելու մասին համաձայնագիր ստորագրեցին։ Այս իրադարձությանն էլ ռուսական կողմի արձագանքը չուշացավ։ Նախ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը պնդեց, թե Հայաստանը ռուսականին իրական այլընտրանք չունի։ Այսօր էլ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, թե Երևանի ընտրությունն իրենց մոտ հարցեր է առաջացրել։ Ինչ են այդ ռեակտորները իրենցից ներկայացնում եւ որտեղ են արդեն շահագործվում։ Մի շարք հայկական լրատվական միջոցներ շտապեցին լուրը մատուցել որպես Վաշինգտոնի կողմից հանրապետության տնտեսության մեջ կատարվող աննախադեպ ներդրում։ Սակայն առանցքայինը նախագծի ֆինանսական հարցն է։ Ռուսական կողմի տեղեկություններով խոսքը ոչ թե Միացյալ Նահանգների ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը։ Պաշտոնական Երևանը դեռ վերջնական չի հայտարարել, որ երկրի տեխնոլոգիան է ընտրելու փոքր մոդուլային ռեակտորի համար։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերը թարմացվում են նաև Ազատության Տելեգրամի ալիքում, իսկ թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Հրաշալի պրոպագանդիստի, ինչպես ասում են, բարի չեք տա։ Դաշնակցության հասցեին մեղադրանքների համար ընդդիմադիրները պահանջում են Հակոբ Մովսեսին հեռացնել հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից։ Թեհրանն ու Վաշինգտոնը կշարունակեն բանակցությունները, Իրանը մեղմացնում է դիրքորոշումը։ Ֆուտբոլի հայազգի աստղ Հենրիխ Մխիթարյանը կերկարացնի պայմանագիրը Միլանի Ինտերի հետ։ Ազգային ժողովը երեկվանից քննում է բանաստեղծ Հակոբ Մովսեսի վարքը, ոչ ստեղծագործությունները։ Նա եթերը վերահսկող պետական հանձնաժողովի անդամ է, օրենքով պարտավոր է չեզոք լինել, հսկել խախտումները, բայց ինքն է պարբերաբար հայտնվում եթերում քաղաքական գնահատականներով։ Ես չեմ սիրում ձեր սառը արդարությունը։ Ձեր դատավորների հայացքում նշմարվում է միշտ դահիճն ու նրա սառը դանակը։ Այսպես խոսեց զրադաշտը։ Իսկ ինչպես խոսեց Լուսինե Բադալյանը։ Ես ձեզ շանս եմ տալիս, շնորհակալություն, ես վաղը պարարտի ես կզոհաբերեմ, որ դուք այդ շանսը մեզ տվեց, մոգական էր։ Խորհրդարանում բորբոքված քննարկումներ են Նիցշեի քաղաքականության, պատմության ու սահմանադրության վերաբերյալ։ Հերոսը հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանն է, Հակոբ Մովսես գրական անունով։ Հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամն եմ ինձ համարում, Տորից թույլ տվեք կրկնել, ես գրող եմ, մտավորական եմ։ Հակոբ Մովսեսը խորհրդարանում էր, որովհետև նրա լիազորությունները դադարեցնելու հարցն էր օրակարգում, ընդդիմադիր Հայաստան խմբակցության հեղինակմամբ։ Հիմնավորումն այն է, որ նա որպես պետական անկախ մարմնի անդամ խախտել է սահմանադրության կետը, որով այս հանձնաժողովի անդամը քաղաքական զսպվածություն պիտի ցուցաբերի։ Այնինչ հարցազրույցներում Հակոբ Մովսեսը դաշնակցության դեմ է խոսում։ Առաջինայինին տված հարցազրույցում դաշնակցական գաղափարախոսությունը, մահկամազատություն կարգախոսը վտանգավոր է համարում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ եզրակացություն ունի։ Հակոբ Մովսեսը վարքագծի կանոն է խախտում։ Հանձնաժողովի անդամն ինքը համաձայն չէ, ասում է, որպես մտավորական եմ հանդես գալիս։ Ես մեր ժողովրդի պատմությունը գիտեմ եւ իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները լինեն քաղաքական, լինեն կուսակցական, մտավորականի դիրքերից վերլուծելու։ Դաշնակցական Լիլիթ Գալստյանը հիշեցրեց, որ հանձնաժողովի անդամը խորհրդարանի ամբիոնից որպես պոետ ու մտավորական չի երդվել, այլ որպես մի հանձնաժողովի անդամ, որ քաղաքական չեզոքության ու բազմակարծության երաշխավոր պիտի լիներ։ Այնինչ Գալստյանի տպավորությամբ Հակոբ Մովսես մտավորականի խոսքը միշտ համահունչ է իշխանականների հետ, նրան իշխանությունների վարքը գովերքող տրուբադուր անվանեց։ Մտեք ՀՊ-ի ցուցակ,
Մանավանդ որ նախընտրական քաստինգը սկսվել է, սեզոնն է եւ ձեր նվիրումը վստահ եմ կգնահատվի։ Քաղաքացիական պայմանագրի պատգամավորները կարծում են Հակոբ Մովսեսը թանկարժեք մտահոգություններ է հայտնել պատմության դաշնակցության վերաբերյալ։ Ահա թե ինչու դաշնակցական պատգամավորներն ուզում են փակել նրա բերանը ու նրա լիազորությունների հարցն են խորհրդարան բերել։ Դուք ուզում եք փակեք իր բերանը, օգտագործելով օրենքի տառը, ստեղ է տեղի ունենում։ Դուք չեք ուզում, դուք վիրավորված չեք, դուք զինաթափված եք։ Եթե իշխանության լինեիք, այլ կերպ կփակեիք նրա բերանը, ասաց ԿՊԱ-ական Արման Եղոյանը։ Ժամեր շարունակ ՀՅԴ ԿՊ բանավեճ ծավալվեց դաշնակցության պատմության վերաբերյալ։ Խնդիրն այն է, որ դուք սկսել եք մահկամ ազատությունից, ավարտել եք 004 շրջաբերականով։ Դուք մահկամ ազատություն գորացողներից դարձել եք չէ, ինչ անկախություն, դա վտանգավոր է։ Դուք մահկամ ազատություն գոչողներից դարձել եք ԿԳԲ գործակալ պաշտպանողի։ Մահ կամ գուբերնիա։ Դուք խորտակված եք որպես քաղաքական միավոր, հաջողություն, շնորհակալություն։ ԿՊԱ-ականներից Արփին Դավոյանն այս քննարկմանն ընթരാճ նույնիսկ դաշնակցության ծրագիրներ ուսումնասիրել։ Ոնց որ ինչ որ մի դիակի ատաշիրի մում անեն, մասունքները բերեն դնեն մի հանդիսավոր տեղում եւ ասեն, որ այս մասունքները ինչ որ որոշիչ դեր են կատարում։ Դաշնակցությանը դատողներն արխիվում են ուշքի եկեք իշխանականներին, հորդորեց դաշնակցական Արմեն Ռուստամյանը։ 135 տարի մեզ մերժում են, բայց 135 տարի մենք կանք։ Այս ֆենոմենը իհարկե դուր չի գալիս առաջի հերթին թուրք-ադրբեջանական տանդեմին։ Նրանք այնքան են պայքարել մեր դեմ, որ դուք չեք էլ հասնի դրան վազելով։ Եթե դաշնակցությունը չլիներ, դաշնակցության տեսակը չլիներ, որի մասին ես կանդրադառնամ, այստեղ դրա մասներն են շատ խոսում։ Մենք կլինեինք, դուք կլինեիք, պետություն, որ այսքան շատ խոսում եք, այդ պետությունը կլներ։ Իշխանականները դաշնակցությանը մեղադրում էին այլ պետությանը ծառայելու մեջ, վերջիններս պնդում պետությունն ու անկախությունը ՀՅԴ-ի ԴՆԹ-ի մեջ են։ Դուք մեզ չեք ներում ձեր հակապատկերը լինելու համար։ Պարբերաբար վերադառնում էր թեման, թե ինչի մասին է այս քննարկումը։ Անկախ հանձնաժողովի անդամը քաղաքական զսպվածության վերաբերյալ սահմանադրական նորմն է խախտել։ Դաշնակցական Քրիստինե Վարդանյանը հաշվել է, թե որքան գումար է ստացել Հակոբ Մովսեսը հարկատուների գրպանից, որ падգամավորի բնորոշմամբ իշխանական պրոպագանդիստ աշխատի։ Որ այս ամենի համար Հակոբ Մովսեսը 4 տարի ես հաշվեցի շուրջ 30 միլիոն դրամ եք ստացել պետությունից։ Այսինքն մեր քաղաքացին գիտի, որ ինքը Հակոբ Մովսեսը իր հարկերից այս գործունեությունն է ծավալում։ Համաձայն է դրա հետ։ Համաձայն է։ Դրա համար եք դուք ընտրվել։ Գնացեք ԿՊՑ-անք, աշխատավարձը նույնն է։ Իսկ եթե հանձնաժողովի անդամը որպես մտավորական է հարցազրույցներ տալիս, ինչու նրան նուրբ հոգին չի փոթորկվում օրինակ վարչապետի Ավտոշարասյան հարվածից մահացած Սոնա Մնացականյանի ձգձգվող դատավարության թեմայով, հարցնում է պատգամավորը։ Պաթոսը ճիշտ ասած ինձ թևաթափարեց, ես ոնց որ մեր ժողովուրդը ասում է գուդումից ընկած եմ։ Հակոբ Մովսեսը եզրափակիչ ելույթում անդրադարձավ միայն դաշնակցության վերաբերյալ քննարկումներին։ Չեմ ընդունում, որ ես դաշնակցության հասեին քաղաքական ոտնձգություն եմ կատարել, ես պատմական ուրեմն անալիզ եմ արել եւ պատմական եզրակացություն եմ հանգել։ Նրա լիազորությունները դադարեցնելու հարցը խորհրդարանը վաղն է քվեարկելու։ Այսօր արդեն հստակ է, որ նա կշարունակի պաշտոնավարել։ Իշխանականները նրա ելույթները համարում են ճշմարիտ, կարծում են, որ 4 տարի առաջ էլ ճիշտ ընտրություն են արել նրան ընտրելով եւ տեղին չեն համարում այս քննարկումը մեծ մտավորականի անվան շուրջ։ Ես իրոք ամոթից գետինն եմ մտնում։ Հնչեցին թեթև հորդորներ, որ հրապարակային դատողություններում ավելի զգայուն զուսպ լինի։ Ընդդիմությունն էլ է վստահ, որ իրենց առաջարկը չի անցնի։ Հակոբ Մովսեսը կշարունակի հանձնաժողովի անդամ մնալ։ Այսպիսի հրաշալի պրոպագանդիստի, ինչպես ասում են, վարի չեք տա։ Խորհրդարանից չհեռանալով այժմ էլ օրենսդրական մի նախաձեռնության մասին, որ պակաս կրքեր չբորբոքեց դահլիճում։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, որի անդամ է նաեւ Հակոբ Մովսեսը, կկարողանա փակել օտարերկրյա հաղորդումներ, եթե գնահատի, որ եթերում միջամտություն է եղել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Անհամաչափ, ոչ հստակ, չարդարացված։ Այսպես է նկարագրում Երևանի մամուլի ակումբի նախագահը падգամավորների սեղանին դրված օրինագիծը։ Դրանով կառավարությունն առաջարկում է դիտարկել Հայաստանի քաղաքական կյանքի մասին օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդումները, հայտնաբերել երկրի ներքաղաքական կյանքին միջամտողներին ու դադարեցնել հաղորդումները։
առհասարակ տպավորությունն այսպեսին է, որ սրանով փորձ է արվելու դաշտում որոշակի ինչ-որ սառեցնող էֆեկտ ստանալ, զգուշացնել, սաստել եւ պլյուս իհարկե այո, պատժել նրանց, ովքեր իշխանություններին ոչ հաճո ձևակերպումներով կգործեն։ Երեկվանից խորհրդարանը քննարկում է տեսալսողական մեդիայի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները։ Ըստ նախագծի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը լիազորություն է ստանում գնահատելու օտար երկրյա տեսալսողական ծրագրում հեռարձակվող հաղորդումը միջամտություն է հայաստանյան ներքաղաքական կյանքին թե ոչ։ Եթե հանձնաժողովը նման օրինակ ունենա, ապա իրավունք կունենա դադարեցնել այդ հաղորդման հեռարձակումը։ Արթուր Պապյանը սա համարում է կացնային միջամտություն, որը կարող է վտանգել ժողովրդավարական ընտրական գործընթացները։ Ինչ է նշանակում միջամտել երկրի ներքին գործերին իր լրատվությամբ։ Պարզ է, չէ, որ ընտրական միջավայրում ցանկացած տեղեկատվություն դա կարող է եւ ձևակերպվել եւ դիտարկվել որպես ընտրական միջամտություն։ Մյուս կողմից լրատվամիջոցների ֆունկցիան էլ հենց դրանում է, որպեսզի քաղաքացիներին միջամտեն, այսպես ասած, ուղղորդեն եւ օգնեն իրականացնել ճիշտ ընտրություն։ Մեդիա փորձագետը Կիսատ Պրատ է որակում օրինագիծն ու միաժամանակ ընդգծում նման փոփոխության կարիքը կար, բայց ոչ այս տեսքով։ Բայց երբ խոսքը վերաբերում է որակյալ լրատվամիջոցներին, այսինքն լրատվամիջոցներին, որոնք ունեն որոշակի չափորոշիչներ, որտեղ դու կարող ես դիմել ստանալ պատասխանի իրավունք։ Իմաստը այսպիսի կարգավորումների ես չեմ տեսնում։ Պապյանի խոսքով պետք է հստակ սահմանել, որ այս օրենքն ուղղված է առաջիկա ընտրություններին կամ քաղաքական գործընթացներին եւ հենց դրա շրջանակում էլ մշակվել է, բայց պրոֆեսիոնալ լրատվամիջոցներին ու այս կամ այն ֆինանսավորմամբ գործող քարոզչամիջոցներին չպետք է դնել նույն հարթության վրա։ Օրինակ կա BBC, հա, որը կարող է լուսաբանել Հայաստանում ընտրական գործընթացները։ Հիմա ինչ BBC-ին տնելու են, չափեն օրինակ ինչ որ մի վերացական կաբելային ալիքներում գործող հերթական TV-ի հետ, որը ինչ ասես ասում է Հայաստանի հասցեին։ Մինչ մեդիա փորձագետն առաջարկում է այս օրենքով սահմանափակումներ դնել միայն ոչ թափանցիկ ֆինանսավորմամբ ու մեդիա դաշտում մանիպուլյացիաներ անող քարոզչամիջոցների վրա, նախագիծը մշակած բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը երեք խորհրդանի ամբիոնից հայտարարում էր. սրա կարիքը վաղուց կար եւ սա ամենևին նախընտրական շրջանի համար չէ։ Սա ավարվում է, ինչպես խոսքի սկզբում նշեցի, տեղեկատվական անվտանգությունը պատշաճ կերպով մեր քաղաքացիների եւ մեր երկրի համար ապահովելու համար, որը դեռևս 3 պիտի արվեր։ Մենք շատ ուշացրել ենք այս կարգավորումը շատ ենք ուշացրել իմ կարծիքով։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ քարոզչական հարձակումների հետևում հիմնականում Ռուսաստանին են տեսնում։ Երեք նախարար Հայրապետյանն իր անձնական կարծիքն էր հայտնում, թե ինչ է հասկանում հայաստանյան ներքաղաքական կյանքին միջամտություն ասելով։ Մինչդեռ օրինագծում այս արտահայտության բացատրությունը չկա։ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստաբովանդակություն է համարվում ըստ իս այն տեղեկատվական, վերլուծական կամ քարոզչական բնույթի հաղորդումը, որը ուղղակի կամ անուղղակի կերպով նպատակ ունի ազդել ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում պետական իշխանության ձևավորման, ընտրությունների կամ հանրաքվեների, քաղաքական կուսակցությունների կամ շարժումների գործունեության, հանրային կարծիքի ձևավորման ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ։ Ընդդիմադիրները սակայն հակադարձում էին, օրինագծում չկան հստակ չափորոշիչներ։ Գեղամանուկյանը հարցնում էր, ինչպես եք ստուգելու չափելու այդ միջամտությունը։ Հրահում ճաշակով մարդիկ են նստած։ Օրինակ Հակոբ Մովսեսը, երբ որ հարթ քննարկվի, օրինակ Թերթեն, օրինակ Յուքոմում Ֆիդանի հայտարարությունը, որ աջակցում եմ Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը, համարենք միջամտություն թե չէ, Հակոբ Մովսեսը կհամարի, որ չէ, միջամտություն չի, բայց այն Սալավիով, որ հերթական անգամ էշեշ դուրս տա, ինքը անպայման կհամարի, որ միջամտություն է, այսինքն դրա համար եմ ասում, շատ սուբյեկտիվ է ձևակերպումը։ Նախարար Հայրապետյանն իր հերթին հակադարձում էր. նախարարությունն ինքը չի ստուգելու, դա անելու են հանձնաժողովի պրոֆեսիոնալները, եւ այս բոլոր հարցերը տեղ կգտնեն օրենքից հետո ենթաօրենսդրական ակտերում։ Իդեպ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անցած շաբաթ Ազատության հետ զրույցում չէր բացառել, որ նախագծից կհանվի մտահոգության առիթ տված կետը ներքաղաքական կյանքին միջամտությունը, բայց այն չհանվեց, ավելին օրենքի հեղինակ նախարար Հայրապետյանը երեկ վստահեցրեց, չի էլ հանվելու, նախագիծն առաջին ընթերցմամբ վաղը կդրվի քվեարկության։ Միջազգային լրահոսից երկրորդ օրն է Ուկրաինայում ակտիվ քննարկում են գարնանը նախագահական ընտրություններ անցկացնելու մասին ամերիկյան մամուլի հրապարակումները։ Զելենսկին թեև հերքել է այս սցենարը, բայց նաև թեման չի փակել։
Ռուսական զինուժը գիշերն անօդաչուներով եւ հրթիռներով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային, կիրառելով 25 հրթիռ 200-ից ավելի անօդաչու։ Հիմնականում թիրախավորել է էներգետիկ համակարգը։ Խարկովում ռուսական հարվածներից 2 մարդ է սպանվել, եւս 20-ը վիրավորվել։ Տուժածներ եւ ավերածություններ կան Կիևում եւ Դնեպրում։ Օդեսայում ռուսական հարձակումից հետո գրեթե 300,000 մարդ առանց էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման է մնացել։ Կիևի քաղաքապետը հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով մայրաքաղաքում դեռ 2600 շենք ջեռուցում չունի։ Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական հարվածների պատճառով հունվարի 27-ից դադարեցվել է Դրուժբա նավթամուղի ուկրաինական հատվածով դեպի Արևելյան Եվրոպա ռուսական նավթի տարանցումը։ Ուկրաինական զինուժն իր հերթին Վոլգոգրադում հարվածել է բարձր տեխնոլոգիական ավիացիոն եւ հրթիռների գործարանի, որտեղ հրդեհ է բռնկվել, կա 2 տուժած։ Ռուսական Կոմի հանրապետության Ուխտա քաղաքում էլ հարվածել են նավթավերամշակման օբյեկտի, որը փաստացի մոտ 2000 կիլոմետր է հեռու Ուկրաինայի հետ սահմանից։ BBC-ն գրում է, որ վերջին օրերին ուկրաինական զինուժը հաջողություններ է գրանցում Զապորոժիեում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանն ասել է, որ դա պայմանավորված է նրանով, որ ռուսական զորքը զրկվել է Starlink ընկերության ինտերնետից օգտվելու հնարավորությունից, որն օգտագործում էր ռազմաճակատում կապ ապահովելու համար։ Ուկրաինայի խնդրանքով այն վերջերս է անջատվել Ռուսաստանի տարածքում։ Ռազմաճակատում այս զարգացումներին զուգահեռ Վլադիմիր Զելենսկին հերքել է Financial Times-ի հրապարակումը, թե Ուկրաինան Միացյալ Նահանգների ճնշման տակ պատրաստվում է փետրվարի 24-ին հայտարարել նախագահական ընտրություններ նշանակելու եւ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ այդ հրապարակումից է առաջին անգամ լսել այդ մասին։ Զելենսկին դարձյալ ընդգծել է, Ուկրաինան պատրաստ է անցկացնել թե ընտրություններ, թե հանրաքվե, միայն թե այն ժամանակ, երբ ապահովեն անվտանգության բոլոր անհրաժեշտ իրաշխիքները։ Մենք անկասկած պատրաստ ենք ընտրությունների, ես ասել եմ, որ դրանց հասնելը շատ պարզ է, հաստատել հրադադար եւ կլինեն ընտրություններ, այլ կերպ ասած դա անվտանգության հարց է։ Financial Times-ը գրել էր, թե ԱՄՆ-ն Ուկրաինային սպառնում է չտրամադրել անվտանգության երաշխիքներ, եթե չհամաձայնեն ընտրություններ անցկացնել։ Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ն իսկապես բարձրացրել է ընտրությունների հարցը, սակայն սպառնալիքներ չեն եղել։ Ուկրաինայի նախագահը նաեւ ասել է, որ եթե ստացվի, ապա կմասնակցի վաղը Մյունխենում մեկնարկող անվտանգության համաժողովին, որին ի դեպ կմասնակցի նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Խոսելով Ռուսաստանի հետ ուղղակի բանակցությունների մասին, Զելենսկին ասել է, որ հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, փետրվարի 17-ին կամ 18-ին, սակայն դեռ պարզ չէ, արդյոք Ռուսաստանը կհամաձայնի բանակցել ԱՄՆ-ում։ Մոսկվան ակնկալում է, որ հաջորդ փուլը տեղի կունենա շուտով, ըստ Կրեմլի խոսնակի, հաջորդ հանդիպման ժամանակացույցի եւ վայրի վերաբերյալ արդեն համաձայնություն կա։ Դմիտրի Պեսկովը սակայն մանրամասներ չի հայտնել։ Մենք որոշակի պատկերացում ունենք մանրամասների վերաբերյալ եւ ձեզ կտեղեկացնենք։ Ակնկալում ենք, որ հաջորդ փուլը տեղի կունենա շուտով։ Մենք ձեզ կտեղեկացնենք նաեւ վայրի մասին։ Այս ֆոնին Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Ուկրաինային ավելի քան 500 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի նոր զենիթային համակարգեր եւ հրթիռներ գնելու համար։ Պաշտպանության նախարար Ջոն Հիլին ասել է, որ Մեծ Բրիտանիան, ինչպես եւ մյուս դաշնակիցները, ավելի քան երբևէ հանձնառու են աջակցելու Ուկրաինային Պուտինի շարունակվող հարձակումներից պաշտպանվելու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր հերթին ամեն ինչ անում է Ռուսաստանի վրա ճնշում բանեցնելու համար, որպեսզի դադարեցնի արդեն 4-րդ տարին ընթացող պատերազմը։ Մարկ Ռյուտեի խոսքով ՆԱՏՕ-ի անդամներն իրենց հերթին ջանքեր են գործադրում ապահովելու, որ Ուկրաինային տրվելիք անվտանգության երաշխիքները հնարավորինս ամուր լինեն եւ խաղաղության հանգեցնեն մոտ ապագայում։ Ռուտեն պնդել է, թե ռուսական զորքը շատ դանդաղ է առաջ շարժվում։ Ռուսները միայն շատ աստիճանական առաջխաղացումներ են իրականացնում մեծ կորուստների գնով, որոշ ամիսների մինչև 30,000 ռուս է զոհվել։ Սրանք անհավանական թվեր են եւ դա նշանակում է, որ Ուկրաինան իսկապես դիմանում է մարտի դաշտում։ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական զորքը 2025 թվականին Ուկրաինայում մոտ 5000 քառակուսի կիլոմետր տարածք եւ 212 բնակավայր է գրավել։ Դոնալդ Թրամփն ասել է, թե Իրանի հետ բանակցությունները պետք է շարունակվեն, պարզելու արդյոք հնարավոր է միջուկային համաձայնագիր կնքել։ Միացյալ Նահանգների նախագահի սպառնալիքներից հետո Թեհրանը մեղմացրել է դիրքորոշումը, պատրաստակամություն հայտնելով թույլ տալ ստուգել ուրանի պաշարները։ Ոչինչ վերջնական չի որոշվել, բացի նրանից, որ ես պնդել եմ, որպեսզի Իրանի հետ բանակցությունները շարունակվեն, պարզելու համար, թե արդյոք հնարավոր է համաձայնագիր կնքել։ Իհարկե, մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք բանակցել ուրանի հարստացման մակարդակի դրա պաշարների մասին, բայց կարևորն այն է, որ մեր իրավունքը, որը ճանաչված է միջազգային պայմանագրով, պետք է հարգվի։ Հայաստան վերադառնանք ռեպորտաժ Վանաձորից արտառոց մի պատմության մասին։ Մայրը կարող է զրկվել երեխայի խնամքի իրավունքից, թեև պնդում է, որ ինքն է ընտանեկան բռնության ենթարկվել։
Կա արդյոք մասնագիտական սխալ Վանաձորի քաղաքապետարանի երեխաների իրավունքներով զբաղվող հանձնաժողովի եզրակացության մեջ, հանձնաժողովը կցրվի կամ արդյոք դրա անդամներն ընտանիքում բռնության ենթարկվելու պնդումներին մատների արանքով են նայել։ Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի օրինականությունը վիճարկվում է դատարանում, հայցվորն ընտանեկան բռնության ենթարկված մի երիտասարդ կին է, որ փորձում է ապացուցել հանձնաժողովի բացասական եզրակացությունն իր մասին անհիմն է, իսկ ինքը լավ մայր։ Իմ մասնական կաշի վրա եմ զգացել, թե ոնց է դու օրինակ բռնության ես ենթարկվել ու արդարանում ես դու։ Այսինքն մեր երկրում դեռ այդ բանը կա, որ դու պիտի արդարանաս մի բանի համար, որ պետքա հակառակը լինի։ Հանձնաժողովը եզրակացրել է 30-ամյա ամուսնալուծված մայրը չունի ծնողավարման հմտություններ ու 3-ամյա երեխան մոր մոտ անվտանգ ու ապահով չէ։ Կառույցը միաձայն որոշել է, որ մանկահասակ երեխան պետք է բնակվի հոր տանը, քանի որ այնտեղ երեխայակենտրոն միջավայր է եւ առկա են զարգացման բոլոր պայմանները։ Սոցիալական աշխատողները հայտնեցին, որ մայրը երեխայի նկատմամբ չունի կայուն վերաբերմունք, նա որպես պատասխանատու ծնող չի կարևորում երեխայի անվտանգությունը։ Հաշվի առնելով, որ երեխային մշտապես խնամել եւ խնամում է տատը, երեխայի հայրական ընտանիքում երեխայի ֆիզիկական, մտավոր եւ հոգեկան առողջ զարգացման համար առկա են բոլոր պայմանները, որ ընտանիքում երեխայի խնդիրների նկատմամբ ավելի զգայուն եւ երեխայակենտրոն են։ Երեխայի կյանքը եւ առողջությունը հայրական ընտանիքում վտանգված չեն։ Միաձայն քվեարկությամբ որոշվեց անչափահաս երեխայի բնակության վայրը սահմանել հոր մոտ։ Եթե ինձ հետ խոսեին մասնագետներ, հոգեբաններ, հոգեբերլուծաբաններ, ովքեր այդ փաստերով կներկայացնեին, որ ես ծնողավարում չգիտեմ, ես դեռ բավական հասուն չեմ մայր կոչվելու համար, ես կհասկանայի ու կասեի, լավ, այս մարդիկ կարող է մի բան ինձնից լավ գիտեն, բայց ինձ հետ ոչ մի քննարկում չեն արել, ինձ երբևիցե ոչ ոք չի լսել ու իրանք եզրակացություն են տալիս, որ երեխայի լավագույն շահը ինձ մոտ չէ։ Ինչու է համայնքային կառույցը կնոջ համար նման ծանր որոշում կայացրել ու փոքրիկին մորից առանձնացնելու մասին եզրակացություն ուղարկել դատարան, որտեղ քննում են երեխայի հոր կամ մոր մոտ ապրելու հարցը։ Խնամակալության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը հրաժարվեց մեկնաբանություններից, նշելով միայն եզրակացությունը մասնագիտական է, դատարանն ազատ է այն հիմք ընդունել կամ անտեսել։ Կինը մինչդեռ պնդում է, որ հանձնաժողովն իր կյանքի կարևորագույն որոշումն աչքաչափով է կայացրել բնակարանային 5 րոպեանոց այցի եւ 10 րոպե տևած նիստի հիման վրա։ Իրենց նյարդերի վրա նաև ազդում էր այն հանգամանքը, որ ես ու ամուսինս բավականին adekvat իրար հետ շփվում էինք, չգիտեմ, իրենց պատկերացումներով մենք մտնելու էինք այդտեղ կիսաբաց լուսամուտներ անեինք, ինչ-որ sense իրար տայինք, սպանեինք, այդ ամեն ինչը չողում իրանք դեն շատ նեղեցին, նաև արտահայտվեցին, որ ինչ եք ձեզ այսպես պահում, նստել եք ծիծաղում եք, որ ինչ, մենք այստեղ լուրջ հարց ենք քննարկում, դուք երկուստը անլուրջ եք։ 6 հանձնաժողովականների եւ 2 հրավիրված սոցիալական աշխատողների մասնակցությամբ տեղի ունեցած նիստի արձանագրության մեջ կնոջ նկատմամբ բռնության մասին հիշատակված է ընդամենը 1 նախադասությամբ։ Երեխայի մայրը հեռացել է ամուսնու ընտանիքից պատճառաբանելով, որ բռնության է ենթարկվել։ Այդտեղ ամենաառաջի հարցերից մեկը ինձ եղել է հետեւյալը, կոնկրետ որ հատվածի տեղ խփել։ Իրանց մտածելակերպը բնականաբար, որ եթե ամեն օր դու ռեժիմով ինչ-որ ծեծ չես կերել կոպիտ ասած, ուրեմն դու բռնության չես ենթարկվել։ Կնոջ պնդմամբ հանձնաժողովը ոչ թե աջակցել է իրեն, այլ մեղադրել երեխային հոր մոտ թողնելու եւ բռնությունից հետո տնից մի քանի օրով հեռանալու համար։ Կեսրոջ խոսքերը մեջ բերելով նշել են, թե երեխային տանը մենակ է թողել։ Ես իմ երեխուն չեմ թողել դրսում, ես իմ երեխուն չեմ թողել չոր վատ վիճակներում, ես իմ երեխային թողել եմ իր հոր ու տատիկի մոտ տանը ընդամենը ու ես եղել եմ շատ վատ վիճակում, որտեղ ես իմ հաջորդ քայլի մասին չգիտեի, այսինքն երբ որ դու հոգեբանական վատ վիճակում ես, քո վատ վիճակում մի հատ դու երեխուդ վերցնես, այսինքն ես այդտեղ դուրս կգար, որ ես ավելի շատ ես այդ դեպքում իմ երեխու մասին չէի մտածի, իսկ իմ երեխայի հայրը երբևիցե վտանգ չի հանդիսացել իմ երեխայի համար։ Փաստաբան Մերի Կարապետյանը մեկ այլ փաստ է բարձրաձայնում, հանձնաժողովը բացասական եզրակացության հիմքում դրել է նաև այն, որ կինը ծնողներ չունի։ Եվ իմ կարծիքով սա թե խտրական մոտեցում է եւ թե թիրախավորում է ոչ լիարժեք ընտանիքում մեծացած անձանց, այդ թվում նաև հաստատություններում գտնվող անձանց։
Փաստաբանը պնդում է, բողոքը վարույթ ընդունելուց հետո պետք է օրենքի ուժով կասեցվեր դատարանում հայտնված Վանաձորի խնամակալության հանձնաժողովի աշխատանքը մինչև դատավարության ավարտը։ Մինչդեռ հանձնաժողովն առարկել է ու շարունակում է որոշումներ կայացնել։ Եվ լրատվամիջոցների տեղեկություններով Ինտերը կարող է Հենրիխ Մխիթարյանի նոր պայմանագիր առաջարկել։ Ֆուտբոլային հայազգի աստղն արդեն 37 տարեկան է, նրա գործող պայմանագիրն ավարտվում է կես տարուց, ըստ ամենայնի այն կերկարացվի ևս 1 տարով։ Մխիթարյանն արդեն ասել է, որ կարիերան ավարտելու է Միլանի Ինտերում, Հայաստանի հավաքական չի վերադառնալու։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում, կհանդիպենք։